Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. Աստված չի ուզում բաժանում, Աստված ուզում է միություն, չարն է ուզում բաժանում, Աստված ուզում է միավորել։ Տեսեք, չարը մտավ դրախտ, մտավոր իմաստով Եվային ու Ադամին բաժանեց, ասում է, բաժանիր, որ տիրես։ Այսինքն Եվային հեռացրեց Ադամից, ինչպես հեռացրեց։ Սուրբ Եփիփան Կիպրացին ասում է. Եվան միշտ մտածում էր, թե տեսնես դրախտից դուրս ինչ կա։ Դրախտից դուրս ինչ պետք է լինի, ամեն ինչ կա դրախտում։ Չէ։ Տենաս դրախտից դուրս ինչ կա։ Եվ գնում էր անընդհատ դրախտի սահմանի մոտ, պարիսպում էր, չէ դրախտը։ Նայում էր, դե օծնել իրավունք չուներ, չէ դրախտ մտնելու, կենդանիները դրախտ չէին մտնում։ Օծնել միշտ հերթապահում էր, հետախուզում էր դրախտի սահմանի մոտ։ Եվ Եվային բռնացրեց դրախտի սահմանի մոտ։ Ու վերջը, պատմությունը գիտենք, սկսեց խոսել, հետը խաբեց, այսինքն իրականում ինքը հեռացրեց Եվային մտավոր իմաստով, հետո բաժանեց, հետո տիրեց, բաժանիր, որ տիրես, ու դրախտից դուրս հանեց։ Մենք միշտ ասում ենք դրախտի ընտանիք, չէ։ Դրախտի ընտանիքը սա պետք է լինի, այսինքն այնպես պետք է անեն կին և ամուսին, այր և կին, որ սատանան չմտնի իրանց մեջ, որ այդ բաժանումը չլինի, չհեռացնի, ինչ-որ մեկի միտքը չլցնի, ինչ-որ չարիքով, հետո հասցնի բաժանման։ Սա է ճիշտը, միջոցներ ինչքան ուզես ունի սատանան։ Հիմնականում նյութական, մարմնավոր, աշխարհային միջոցներ են դրանք։ Այնքան ամուր պետք է լինի այր և կին ամրությունը, տեսեք, Աբրահամը 100 տարեկան էր, Սառան 95 տարեկան էր, երեխա չէին ունեցել երբեք, բայց իրանք հավատարիմ էին։ Երբ որ Աստված երևաց Աբրահամին, ասաց երեխա պետք է ունես, նա ասաց ես ծեր եմ, կինս էլ ամուլ է, այսինքն մենք չենք հուզում, որ ասեմ չենք հուզում, ուզում ենք, բայց մենք իրար սիրում ենք։ Եվան ասեց գնա Հագարի ծոցը մտի, երեխա ունեցի, իմ ծնկների վրա կծնի, կիմանանք մերնա։ Չեմ ուզում, դու ինձ հերիք ես Սառա, ինձ Հագար պետք չի, ինձ երեխա պետք չի, չէ։ Ասես լավ, որ ուզում ես գնա։ Հագարից երեխա ունեցա, բայց էդ էլ պետք չէր իրանց։ Որովհետև Աստված ասում էր քո սերունդը Սառայից պետք է ունենաս։ Այսինքն իրանք շատ սիրով էին իրար հետ։ Պետրոս Առաքյալն էլ ասում է Սառան Աբրահամին իր տերն էր կոչում, չէր ասում ամուսին, չէր ասում մարդ, այ մարդ, տեր էր կոչում, Պետրոս Առաքյալն ասում, Սառան Աբրահամին իր տերն էր կոչում, տեր, Աստծուն հավասար, այսպիսի խոնարհություն, հնազանդություն, սեր երբ եղավ ամուսինների մեջ, մնացած նյութական հանգամանքները, ամուսինն աշխատում, թե կինն աշխատում, երբեմն կարող է ամուսինը աշխատի, երբեմն կինը պետք է աշխատի, եւ եթե այս նյութական արժեքները դառնում են պատճառ կամ անվստահություն, հա, երբեմն կին ասում է, ես չեմ ուզում կախված լինեմ ամուսնուց, ես պետք է աշխատեմ, փող ունենամ, որ անընդհատ կախվածություն չունենամ, հա, տարբեր մտածելակերպ է, հա, եթե դու աշխատում ես դրանով, կարող ես ընտանիքի հոգսը թեթևացնել, բայց նաև քո պարտականությունները կատարել, վատ բան չի աշխատանքը, բայց եթե քո ընտանեկան պարտականությունների հաշվին պետք է աշխատես եւ դու ավելի մեծ վնաս պետք է տաս քո աշխատանքով, քան թե օգուտ, երեխաներին անտեր պետք է թողնենք, դե ամուսինը պետք է աշխատի, որ տունը պահի, չէ՞։ Այսինքն փող համաձայնությամբ պետք է փող համաձայնությամբ իրար հասկանան, տեսնեն, միգուցե կինը պետք է աշխատի, ամուսինը երեխեքին պահի, բայց որպես կանոն կինը պետք է պահի, ամուսինը պետք է աշխատի, այսպես է օրենքը, հա,
Բայց միմիկվա դարը մի քիչ տարբեր է։ Կարող է երկուսն էլ աշխատեն, երկուսն էլ պահեն։ Կարևորը փող համաձայնությունն է։ Նյութական արժեքների պատճառով ընտանիքում վեճ չպետք է գցեք։ Սիրո համերաշխություն։ Դե Աստված միություն է ուզում, սատանան հիշեք բաժանում է ուզում։ Բաժանիր որդիրես եւ այդպես էլ անում։ Նյութական արժեքներով բաժանում, հետո էլ տիրում, բաժան գնում են, հեռանում են իրանից։ Կա չարիքի փոքրագույն, երբ որ անհնարին է համատեղ համակեցությունը, համատեղ ապրելը, որ տեսնում ես, որ իրար հետ ապրելը ավելի մեծ չարիք է, քան թե բաժանվել, ասում ես բաժանվեք, սա չարիքի փոքրագույն է։ Երբ է դա լինում, երբ որ լուրջ վտանգ կա, հոգևոր, մարմնավոր, մահվան վտանգ կա, այսինքն մեկը հարբեցող է, հաշիշամոլ է եւ խաղամոլ է, որ անհնար է ապրելը, անուղղելի է, էլի, երբեմն մարդիկ կարող է խաղանել, խմել, հաշիշել օգտագործել, պահի տակ, պահի ազդեցության տակ, բայց եթե անուղղելի է վերջ արդեն հոգևոր եւ մարմնավոր մահվան վտանգ կա, որ շարունակի կարող է ինչ-որ մի շատ վատ բան լինի։ Ուրեմն ստիպված ենք մենք լինում, այսինքն մենք չէ, բայց դի բաժանում կնա։ Մնացած նյութական պատճառներով բաժանումը սխալ է։ Դի փող համաձայնություն լինի։ Դի խոնարհվեն, ամեն մեկի սխալ ընդունի, բաժանումը սատանայից է։ Միություն Աստծո։